ներկրումների վերահսկիչն է։ Նրան ասում են շաքարի արքա։ Նրանից է կախված, թե որքան քաղցր կլինի մեր թեյը, մուրաբան կամ ջեմը։ Կհարցնեք, ինչու նրանից։ Որովհետև իմ, քո, նրա ու մնացած 3 միլիոնի համար Շաքարաստանից շաքար բերում է միայն շաքարի արքան։ Նախկինում ուրիշներն էլ էին բերում, բայց երբ նա դարձավ ներկրումների վերահսկիչ, իր բերած շաքարի համար սահմանի վրա սկսեց մաքսատուրք չվճարել։ Հետո այս պարոնները որոշեցին այլևս շաքար չբերել։ Ինչ էլ անում էին, ավելի թանկ էր դուրս գալիս, քան արքայի բերած շաքարը։ Մարդիկ էժանն են նախընտրում։ Երբ Պողոսը, Մարտիրոսն ու Թադևոսը դադարեցրին շաքար բերել, շաքարի արքան որոշեց իր բերած շաքարի գինը բարձրացնել։ Շաքարն ավելի թանկացավ, քան այն ժամանակ, երբ այս բոլոր պարոններն էին բերում։ Եվ ես, դու, նա ու եւս 3 միլիոն հոգի սկսեցինք ավելի թանկ շաքար առնել։ Իսկ շաքարի արքան հարստացավ, բարգավաճեց, մնացած պարոններին էլ սկսեց ավելի լավ նայել, որ հանկարծ իրեն բան ասող չլինի։